Հունիսի 7-ի ընտրությունները պատմական են մեր պետության ու ժողովրդի համար։ Մենք չպետք է թույլ տանք, որ Բաքվում, Մոսկվայում, Բրյուսելում կամ Վաշինգտոնում որոշեն, թե Հայաստանում ով պետք է լինի ղեկավար եւ իշխանություն։ Այս որոշումը պետք է կայացնեն Երևանը, Գորիսը, Վանաձորը, Գյումրին, Մարտունին, Կապանը, մեր մյուս բոլոր քաղաքներն ու գյուղերը։ Վարչապետի պաշտոնին իմ առաջադրվելն ունի 3 նպատակ։ Առաջին՝ հաստատել մեր երկրում վերջնական խաղաղություն եւ ապահով ապագա։ Երկրորդ՝ հաստատել արդարություն։ Երրորդ՝ ունենալ զարգացած տնտեսություն։ Խնդրում եմ, մասնակցեք ընտրություններին, որ մենք որոշենք մեր երկրի ապագան։ Վերջին օրերին համացանցում իմ մասին տարածվում է հսկայական ապատեղեկատվություն։ Մեզ ագրեսիվ թիրախավորում են, քանի որ մեր վարկանիշն աճում է եւ մենք անցնում ենք խորհրդարան։ Հայտարարում եմ միանշանակ, մենք Նիկոլ Փաշինյանին վարչապետ չենք ընտրելու եւ որևէ պարագայում չենք ընդունելու, որ քաղաքացիական պայմանագիրը Հայաստանում դառնա իշխանություն։ Նույնքան հստակ է նաեւ, որ վարչապետ չենք ընտրելու Ռոբերտ Քոչարյանին, իսկ Սամվել Կարապետյանը չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը սահմանադրական արգելքների պատճառով։ Ընտրություններից հետո մեզ համար որոշիչը լինելու է ոչ թե այն, թե ով որքան ձայն է ստացել, այլ այն, թե ով է կարող ստանձնելու Հայաստանի վարչապետի պատասխանատվությունը եւ ղեկավարվելու բացառապես Հայաստանի ազգային շահերով։ Այդ պատճառով մենք առաջադրելու ենք իմ թեկնածությունը։ Հստակ է նաեւ մեկ այլ բան՝ չի լինելու իրավիճակ, երբ մեր պատճառով իշխանափոխությունը տապալվի։ Հունիսի 7-ին գնացեք ընտրության։ Չպետք է թույլ տանք, որ մեր երեխաների, մեր հայրենիքի ապագան որոշեն վախը, ճնշումը կամ փողը։ Եթե ուզում եք, որ Ռուսաստանից կախվածությունն իջնի ու Հայաստանը գնա Ամերիկայի Միացյալ Նահանգների, եվրոպական երկրների, ժամանակակից աշխարհի հետ հարաբերությունները խորացնելու իրական ճանապարհով, իսկ Ռուսաստանն ու Իրանը այդտեղ գտնեն իրենց շահը եւ չտեսնեն սպառնալիք իրենց համար, եթե ուզում եք արտաքին ուժերի գերին լինելու կապանքներից ազատենք մեր երկիրը, եթե ուզում եք, որ մենք դառնանք ոչ թե գերտերությունների հակադրության, այլ համագործակցության կետ, եթե ուզում եք իսկապես խաղաղ ապրենք ու մեր երկիրը ղեկավարեն իսկապես պրոֆեսիոնալները, ընտրեք մեզ 6-րդ համարի քվեաթերթիկը։ Այս ամենում մեր ազգային արժեքների թիրախավորում չի լինելու, քանի որ դրանք միջազգային պահանջներ չեն։ Հակառակը մենք միայն զարգացնելու ենք հայկական արժեքներն ու ինքնությունը աշխարհի բոլոր հայերով։ Ես եղել եմ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը, ձեր իրավունքների պաշտպանը, եւ իմ գործունեությամբ ապացուցել եմ, որ կարող եմ պաշտպանել Հայաստանի ազգային շահերը եւ քաղաքացու իրավունքներն ամբողջ աշխարհում։ Այսօր հանձն եմ առնում պաշտպանել Հայաստանի Հանրապետության իրավունքներն ու շահերը։ Հայաստանն ու հայ ժողովուրդը արժանի են ունենալու խոսքի տեր, պատասխանատու եւ հաշվետու իշխանություն։ Ընտրեք նրան, ով երբեք ձեզ չի խաբել, չի հարստացել ժողովրդի հաշվին եւ իր աշխատանքը նվիրել է մարդկանց ծառայելուն։ Հունիսի 7-ին գնացեք ընտրության, ընտրեք 6-ին, որ արդարությունը բերեք ձեր կյանք, որ վերջապես արդարություն հաստատենք մեր երկրում։ Քվեարկեք միասնության թևերի օգտին, քվեաթերթիկ համար 6։